Ավելացնեմ, երաղամիտ կլնեք էլի միտքը, նենց վիճակ է, որ ես պատվանը փակել եմ, հիմա խանոցի պատվանը ծածկել եմ, խնդրեմ, ես էկրան եմ մի պաշվուրտը, ուրա, շուր չի գալի, սենց ցույց տամ լավ, խանոցի պատվանը ծածկեցի, երկումը բացեցի, գիտեք ինչա, հասցոնեն դուս է գալի, մենք ինչ-որ փորձարկման թիրախ ենք դարել, իմանալով այդ ամենքը, սենց ասած ոնց ռեֆլեքսիվն է սարքել, ես դա հələ չեմ կարող բացատրել կոնկրետ, բայց հավատացնում եմ ձեզ շատ տհաճ է, որ տանդ մեջ նստած ես և այդ կարգի ծուխը ներխուժում է, քամի է, սանից առաջ երաժշտություն էի լսում, չկար, նորմալ, ամեն ինչ լավ էր, ինքս ինձ որոշել էի, որ ասի կզանգեմ ոստիկանություն, կգնամ դիմում կգրեմ մենակ մի պահով, որ վերջը հասկանան, էլի, որ դա անելիք չի, որ դուք անում եք, շատ հանգիստ խոսում եմ, որտև ես գիտեմ, որ դա անգիտակից մասանա, իրանք պատկերացում են չունեն, թե ես ամենքը փորձարկման հետևանք է, իրանց օգտագործել են, օգտագործում են, Հավանականա շուտ էլ է այդ գործունեությունը եղել ստեղ, մինչև իմ գալը, որտև ես որ եկա էլի դեպքեր եղան, դա արդեն ավելի նոր տամ, երաժշտություն եմ լսում, ասեմ ձեզ շատ լավ է, որ ականջներս թութու խշշոտ չկա, առայժմս, բայց զարմանալի ու զավեշտալի ազնիվ խոսք, զարմանալի ու զավեշտալի, որ մարդիկ հավանականա բերում են կամ ասում են ուրիշ մարդկանց, տես, կրակը վառում ենք սենց անում, այ, տես, սա սենց ենք անում, սենց է կատարվում, թե մի ով է այս ամեն ինչի հետևում կանգնած, դա էլ կարելի է պարզել, ես ոստիկանությունից հետո մի հատ ԱԱԾ եմ գնալու, մի հատ էլ եմ ԱԱԾ դիմում գրելու, սա արդեն պետ անվտանգության հարց է, էլի, իմ առողջականն էլ հասկանալի է, բայց սա արդեն պետ անվտանգության հարց է, ներողություն, սա արդեն են հարցն է, որ ես ստիպված եմ այդ քայլին դեմ, ականջում խշշոտ չկա, երաժշտություն եմ լսել բավականին, ուրախ էի, սափրվա, ասի մտածեցի մենք հարևաններով իրար հասկացանք, բայց այդպես չէ, Սկան էի ուզում ասի, առայժմ ես ոչ մի խշշոտ ականջներին չկա, բավական նորմալ է, ստիպված եմ լինելու ԱԱԾ մի հատ են համակրում, այս անգամ արդեն լուրջ, որից է մեկի հետ հանդիպենք, նստենք զրուցենք, անկախ նրանից, թե քաղաքական վիճակը ինչ կարգի, անկախ նրանից, թե ով է վարչապետը, անկախ նրանից, թե ինչ է կատարում, ես որոշել եմ այդ քայլին դիմել, մի հատ էլ դիմեմ ազգային անվտանգության ծառայության, շնորհակալություն, ստեսություն ձեզ։